Ողջույն եւ բարի գալուստ Տավուշ TV Տավուշյան հորիզոններ հաղորդաշարի շրջանակում այսօր զրուցելու ենք խեցեգործության արդի խնդիրները Հայաստանում, ոլորտի բացերից, հնարավորություններից, մարտահրավերներից եւ առհասարակ մի շարք այլ առնչվող կարևոր թեմաներից։ Որպես հյուր բանախոս այսօր հրավիրել ենք խեցեգործ Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղի դասախոս Աղասի Ղազարյանին, պարոն Ղազարյան, շնորհակալություն հանդիպման հրավերն ընդունելու եւ ներկա գտնվելու համար։ Որպես զրույցի մեկնարկային հարց շատ կուզեմ սկսենք խոսել, թե առհասարակ ինչ է խեցեգործությունը, ինչ է իր մեջ ներառում ոլորտը, ինչպիսի վիճակում է հիմա այն գտնվում Հայաստանում եւ այլն։ Ներածական, եթե փորձենք օրինակ մեզ հետևողներին շատ կարճ բացատրել, այ ինչ է խեցեգործությունը, ինչպես դա կարող ենք անել։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ հրավերի համար եւ պատիվ ունեմ իմ բնագավառի նախընտրած մասնագիտության շրջանակներում ապահովել այն ինֆորմացիոն դաշտը, որը շատ տվյալ ոլորտի կրթական, դաստիարակչական եւ էսթետիկ ավանդույթների զարգացման համար բավարարել թե ձգտելին, թե ներկայումս ինչ կա իրականությունը։ Փորձենք կարճ ինչքան հնարավոր է դա ստացվի մեր մոտ, ասել, որ խեցեգործությունը կարելի ասել այն առաջի արհեստների եւ արվեստների մասնագիտությունների հիմքերում է, որ նախնադարյան մարդու մոտ մեր ակունքներում, մեր նախապապերի մոտ բոլոր քաղաքակրթությունների ցեղային համույթների մոտ ի տարբերություն բոլոր արհեստները եւ կենցաղավարության բոլոր ոլորտները, որ անմիջական մաս էին կազմում, ցեղում զբաղվում էին այդ ամեն ինչով կին տղամարդ բնորոշ իրանց էությանը, բնությանը, բոլորն էին զբաղվում, այսինքն որս ամեն տղամարդ ոչ մեկի համար զենք չէր սարքում, ամեն մեկը իր փայտը պիտի սրեր, մյուս այդ սախ գործողությունները, գործառույթները անում էին եւ մեկը մյուսի գործառույթը չէր վերցնում իր վրա, բայց խեցեգործությունը թե երբ որ մարդը պարզեց, որ կավը օջախի մոտ այդ փափուկ թե պնդացած քարացած վիճակում թրծվում է եւ անդառնալի է դառնում, այդ եղավ մարդկության ոնց որ թռիչքային էվոլյուցիայի նախապայմաններից մեկը եւ խեցեգործությամբ զբաղվում էր կոնկրետ ցեղում կոնկրետ մարդիկ, անգամ կարար մի ամբողջ ցեղում մի անհատ, որ իր ձեռք բերած գիտելիքը փոխանցեր եւ ցեղային շփումների մեջ իրարից փորձ գիտելիք վերցնեին, դա փոխանցվելով արդեն կոնկրետ մասնագիտություններ, ի տարբերություն ոնց որ նշեցինք մնացած ամբողջը ինչ որ հիմա կոչվում են հարյուրավոր մասնագիտություններ, ծառայություններ, սպասարկման ոլորտ եւ արտադրություն։ Խեցեգործական իրերը մարդկանց կենթանական աշխարհից կտրուկ զատեցին եւ ապահովեցին կենցաղավարության անհամեմատ բարձր հարմարավետություն, այսինքն ուտում ենք ոչ թե ձեռքից, հատակից կռացած կամ ինչ որ բանը ոնց ստացվի, այլ ոնց պետք է, պայմանը ապահովեց մարդը, քանի որ ապահովեց իրան աման ջուրը տեղափոխելու եւ պահելու, պահպանելու առնետներից, գիշատիչներից պահպանելու, որը այդ անոթը, որը փակվում, զմռսվում էր, քար էր դրվում եւ ամառը հով, ձմեռը տաք պահում էր արտաքին բնակլիմայական կտրուկ փոփոխություններից պաշտպանում էր սնունդը եւ միջատներից եւ այդ ամեն ինչը մարդու կենցաղավարությունը կտրուկ թռիչքային աճի տարավ։ Ծիսապաշտամունքային տոտեմների, հավատամքների, տվյալ քաղաքակրթության դիցերի, դիցագրքի աստվածայրախմբի մայր իշխանության տեսել եք վիշապներ են քանդակե ֆալոսներ, բնության ներդաշնակության գովերքն ու պաշտամունքային բնության էներգետիկ
իրենց զգայարաններով հիմնավորումներն են կարողացել ապահովել, բացի կենցաղավարությունը, այսինքն խեցեգործությունը շինանյութից սկսած կենցաղավարությունից, կիրառությունից մինչև տոտեմական, պաշտամունքային, այսինքն քանդակագործական, բացի քարից, փայտից, այլ բնության տված նյութերից շատ մեծ դաշտ ապահով է եւ հնարավորություններ իր հատկություններով բնորոշ։ Գեր Ղազարյան, երբ խեցեգործությունը կենցաղի կամ արհեստի միջավայրից անցում կատարեց դեպի արվեստ միջավայր, որովհետև արդեն նշեցիք, խեցեգործության բնական պահանջեր ըստեյության կենցաղավարությունից ելնելով եւ արհեստագործական գործիքների եւ այլ, երբ տեղ ունեցավ, երբ խեցեգործությունը ավելի շատ ոլորտը սկսեցին տեսնել արվեստային լույսի ներքո, սկսեցին ստեղծել բաներ, որ գեղագիտություն էր իր մեջ պարունակում, աչքի համար հաճելի էր, գույներ, դիզայն եւ այլն։ Շատ գրագետ եւ շատերի համար թվում է թե պարզ, բայց շատերի համար անհասկանալի այդ տրանսֆորմացիան է, որը շատ ճիշտ հարցադրված է, փորձեմ իմ հասկանալով, իմ կարծիքով, աքսիոմա, դոգմա չկա, կարծիքները կարան լինեն տարբեր, բայց ես ամենակարևոր սխեման ըստ իմ փորձի գիտելիքի փորձեմ ասել, կլինի խեցեգործություն անկախ կենցաղավարության թե զինագործության մեջ ամետաղ փայտը բոլորը թե որպես շինանյութ, թե որպես կենցաղավարության մաս, թե որպես զենքի եւ պաշտպանական ատրիբուտիկա, բոլոր նյութերը, կաշին անգամ ել չեմ ասում խեցեգործությունը, որը նույն պատկերացնում եք խեցից նռնակներ են սարքի, ակոսներն են արել ու արևելքում շատ տարածված ա եղել, որ պայթյունավտանգ իրերով, այսօր որ ասում են կոկտեյլ մոլոտովը, այդ վառվող նավթամթերքը յուղով բանով խառնած կամ պայթող նյութերը բան որ սարքում էին, անգամ հսկա չափերի այս սեղանի չափ կարային զանգված պատրաստեին բեկորներով եւ լցոնելով պայթյունով անգամ ռազմական գործի մեջ ոնց որ կղմինդեր, աղյուս, ամրոցներ եւ մեծ համակարգեր են սարքել ու հիմա մի հատ կտրուկ թռիչ կանենք արվեստ դաշտը Այդ ես մի ուղղությամբ տարա, որ անգամ ռազմական գործի մեջ զուգահեռ տարա մետաղին, զրահին, կաշի, փայտ, բոլորը, չէ, ասենք նետ, աղեղ, փայտ, կաշի, ոսկորներ, ուրեմն բոլոր արվեստի, մշակույթի հիմքում արհեստներն են միանշանակ եւ արվեստը դա այն հասկացողությունն է, որ էվոլյուցիայի արձանագրումն է, փաստն է արվեստը, որ տվյալ հարյուրամյակներով, հազարամյակներով այդ ոլորտը անընդհատ կրեատիվությունով, այսօրվա տերմինով ասած նորարարությունով, բացահայտումներով իր այդ տարբեր հետաքրքիր ըստ պահանջի, անգամ հին աշխարհում է ըստ շուկայի, ըստ պահանջի ինքը փոփոխվում է, ինքը ազդեցություններ է ունենում արտաքին եւ այդ փոփոխումը ապահովում է արվեստ բառը եւ մի հատ տենց խոսք կա, ասում է եթե դու նկարչություն գիտես, քանդակ գիտես, կերպարվեստ գծագրել գիտես, դու արդեն ոչ թե սովորական շինարար ես, այլ արդեն արվեստագետ ես։ Ինժեները դառնում արվեստագետ, երբ որ ինքը հիմքերում ունի կերպարվեստի այդ նախապայման մասնագիտությունները արհեստավորը մետաղագործը, դարբինա, կաշվեգործը, անգամ կոշի կարող է, եթե ինքը արդեն գիտի մոդել քանդակել եւ նկարել, ինքը դառնում է արդեն մոդելոր, դիզայներ, այսինքն նույն մեր կրթօջախը ինչ է ապահովում մտածել, ուսանողին փորձում ենք շարժիչ ստեղծենք, որ ինքը ոչ թե կոպիտ ասած պրինցիպ լինի հասարակության համակարգը, այլ ինքը լինի շարժիչ ուժ, մենք համալսարանում տեղադրում ենք կամ բոլոր կրթօջախներում, ինչի ոչ համալսարանում, անգամ խմբակներում մանկական, ինձ թվում է ազնիվ ուսուցչի ամենակարևոր բանն է
շարժիչ տեղադրել, որ ինքը վարող լինի, որի նախահիմքերում քանդակագործությունը, որ մեր մոտ դասավանդվում է նկարչությունը, գեղանկարը, կոմպոզիցիա, արվեստաբանություն, դա այն գործիքակազմն է, որ ապահովում է բոլոր կիրառական, դեկորատիվ եւ դիզայներ կլինի, ճարտարապետ կլինի, ճարտարագետ կլինի իր արվեստի գործիքներն է տալի, որ ինքը կարող լինի բացի կատարողական արվեստը, որը ես շատ բարձր եմ դասում եւ գնահատում, ավելի լավ է մարդ լինի բարձր կատարողական արվեստի վարպետ, քան շատ վատ անտաղանդ անշնորհք արվեստագետ։ Դրա համար այդ գործիքները մենք փոխանցելով, որ իրանք դա կիրառեն, արդեն անկախ որ ոլորտում կլինեն եւ անգամ կմասնագիտանա մյուս անոխեցեգործության մեջ, մյուսը ինչ որ արհեստի հիմքերը կընտրի, ինքը արվեստագետ է դառնում այդ գործիքակազմը եւ մտավոր հոգեվորը հետը սիներգիա անելով նոր ծնվում է արվեստ հասկացողությունը, իսկ ինձ մի հատ ուրիշ առանձին հարց է արվեստը որտեղից է բխում ու պահանջը, դա գալիս է սոցիումի մշակույթից։ Այսինքն եթե կա մշակույթ հանրային հանրության, այդտեղ արդեն իրական մաքուր ազնիվ ոչ թե հորինված արվեստն է ծնվում, որտեղ դա մշակույթի հետևանքն է, պրոդուկտը։ Այսինքն արվեստագետը արձանագրում է ցանկալին, երազելին իրականության հետ։ Եթե շեղում է տալի մի կողմի վրա, դառնում է նիհիլիստական, ուտոպիստական արվեստ, ֆանտազիայի ժանրում իրականությունը ահավոր է, բայց մենք նկարում ենք, չգիտեմ ինչ ասենք, պայծառ երազներ։ Իրական արվեստը գալիս է սոցիումի մշակույթից։ Նույնը խեցեգործությունը։ Եթե փորձենք անդրադառնալ խեցեգործության ամենամեծ մարտահրավերներին, որ այսօր ոլորտը բախվում է կամ ունի, որոնք են դրանք՝ մասսայական շուկայական արտադրություն կամ հետաքրքրություն կամ միջավայրային պայմաններ, որոնք են, որ խոչընդոտում են կամ կասեցնում են, այսպես ասած, ոլորտի զարգացման ընթացքը եւ այլն։ Ընդհանուր մեծ մասշտաբով ծավալվեմ մի քիչ բարդ կլինի կարճամկում համաշխարհային տենդենցիայում թե մեր Հայաստանի դեպքում ձեր հարցը շատ լուրջ հարց է ավելի գլոբալ թե Հայաստանում Ես կարծում եմ այնուամենայնիվ Հայաստանում, որովհետև ես հասկանում եմ, որ գլոբալ համատեքստում միգուցե լինեն առանձին բոլորին հուզող հարց է բայց Հայաստանում, որովհետև հետաքրքիր է, ես նայում եի խեցեգործությունը հիմա ավելի շատ շրջափակված է որոշակի խմբակների, պարապմունքների կամ առանձին համալսարանի ֆակուլտետային գործունեության շրջանակում, որպես այդպիսին մասսայական ոլորտային հետաքրքրություն ինձ շատ դժվար տրվեց հասկանալու Հայաստանում եւ դրա համար իրականում այս հարցը ինձ մոտ առաջացավ։ Շատ արդի եւ իրականությունից բխող հարց եք տալիս մի հատ նախաբան ասեմ խոհարար Ստեփան լավագույն Ռուսաստանի խոհարարների այդ խմբի անդամներից մեկը Հայաստանում էր աշխատում մոտ 3 տարի ու այն կրեատիվությունը, այն մոտեցումը սպասքի հանդեպ այդ մշակույթի խոհարարական այդ գաստրո-ռեստո ոլորտում օրեգա ոլորտում, որ ինքը իրականության մեջ է եւ Հայաստանում ինքը շփվում էր այդ պահանջվածությանը մշակույթի հետ անընդհատ մենք շատ կրեատիվ, տենց շատ կոնցեպտուալ սպասք ենք ստեղծում, ինքը նայում էր ասում այն այս սկանդինավները ինչ են անում, անգամ այդ իրանց նախնիների այդ վայրի մսի պատրաստման ձևը հələ նայի տախտակը, հələ նայի խեցին, ոնց որ sense ճմռած կոպիտ կավի մեջ, իհարկե այս մշակույթ վերաբերմունք ցույց տված, հələ նայի ասում այդ վերածննդի այդ ռոկոկո, բարոկո ֆորմատից մարդը հələ գնում է արդեն նախահիմքեր Ինչա ճապոնական միջնադարյան եւ վաղ շրջանի խեցեղենը մինիմալիզմի ազդում ամբողջ համաշխարհային խեցեգործության բանը գաստրո-ռեստո ոլորտի մեջ մեծ ազդեցություն է տալի անգամ քանդակային ոչ կիրառական խեցեղենի մեջ ոնց որ մարտարվեստներն են իրանք աշխատանք են տանում այդ ուղղությամբ լուրջ մշակույթի տրադիցիաների նույն ինչի շեշտը դրի ճապոնական, նույն կորեական, այսինքն իրանց են ակունքների նախա ամենահարմարը
գալիս է այսօր այս դարաշրջան, այս տեխնոլոգիաների բանի, բայց ասենք դրանից կատարյալ չի եղել, մենք համոզվում ենք, որ քո 10,000 տարվա, 5,000 տարվա մեր դեպքում քաղաքակրթական ապրելակերպային մտածելակերպ եւ կիրառական դիզայնը չի կարա ինչ-որ 100, 200, 300 տարին դեր խաղա, արհեստական ինչ-որ ժամանակավոր ինչ-որ շեղումներով, մարդկային ընդհանուր դիզայնով, բանով, ոճերով, կրոններից ինչից ազդված փոխվի, բայց մեկ աուշ թե շուտ քոնն էլ անդառնալի կորցնես, գնալու ես կպնես այդ ճապոնական վերաբերմունքին, կորեականը, ով որ կարացել է պահպանի, պարզաբանի եւ այսօր մատուցի։ Մարտահրավերները Հայաստանի մեր իրականության դեպքում, որը հոգեհարազատ է մեզ, իհարկե հարցը իրոք շեշտեմ գլոբալ է, մարտահրավերները, վտանգները նայա, որ մեկը առանց մյուսի հաշմանդամ է դառնում խնդիրը։ Եթե ունես մեծ խոհանոցային ավանդույթներ հազարամյակների, շրջանների, նախարարության թագավորության, ասենք գնանք հայքի որ մասի, անգամ մեծամոր շենգավիթյան կուլտուրա, երբ որ դու նայում ես Խեցեղենի կատարելությունն ու բարդությունը կատարողական, այդ մեր ուսանողները համոզվեցին, որ սենց անոթ է, մի հատ սենց պարզ, առանց ոչ միայն հունական, հռոմեական բարդ, չգիտեմ ինչ, սենց բանը թևերի, ոտքերի, բաների, այդ պարզ կճուճը իրանք զգացին, ինչքան ինքը բարդ է։ Այն որ ասում է տղա ես, աղջիկ ես, դե կարաս կատարի, նոտաները գրած է, Շենգավիթյան, Արարատյան շրջանի ինչ-որ մի անոթ, մի պարզ, ծիսական, կիրառական թաս կարող ես կամ վրայի անգամ գրաֆիկա, դիզայնին, բանին սովորել եւ գծելուց ինքը արդեն հասկանում է, որ այդ գծերը անգամ ուղակի կրկնելը ինչքան բարդ է, որ խնդիր կար կատարողականը զարգացնելու, պատմամշակութային իրից չշեղվենք, փորձենք կրկնել, իհարկե վաղը միշտ տվյալ ուսանողը արվեստագետ վարպետ դառնալով ինքը կարող է պատվեր ունենա ինչ-որ ճապոնական ռեստորանի, ինչ-որ վիետնամական կաֆեի կամ հնդկական խոհանոցի մաս անի, բա ոնց կարա ինքը այդ ամեն ինչին տիրապետի, եթե կրթության մեջ նախահիմքերում, ինքնության, ինքնաճանաչման հիմքերում ինքը մի հատ չփորձի նախ իրանը անի, այ իրա այդ որ ասում արվի ջուրը բացվի, չգնա ձորում ճահիճ դառնա, այդ արվի ջուրը որ բացվում է իր մոտ, ինքը արդեն կարա համաշխարհային բոլոր քաղաքակրթական ոճերին տիրապետի ու մարտահրավերները մեր նայա, որ ամփոփեմ միտքս հավաքեմ, որ եթե ունենք խոհանոցային մշակույթ, ուտեստների անգամ դպրոցներ, Կիլիկյան խոհանոց, Վասպուրականի, Բայազեթի, Իգդիրի անունները, անգամ ուտեստների անունները, չէ, Իգդիրի, չգիտեմ, ինչ, Վասպուրակ, Քյավառի, գաթա, փախլավա, Բայազեթի, չգիտեմ, պանրատեսակ, այդ ամբողջ մեծ այդ պալիտրան խոհանոցային մշակույթի, որ այսօր տուրիզմի մեջ, այդ գաստրոտուրիզմը շատ պահանջված է, եւ մենք փորձում ենք դարերով կորցնելով, անգամ խորհրդային շրջան դրանից առաջ բոլոր այդ հայքի օկուպացիոն շրջաներում մենք կորցրել ենք այնքան բան ու տվել ենք բոլորին այնքան բան, որ մենք այսօր փորձում ենք քար առ քար հավաքել արդեն, որ ասում եմ բավականն է, փորձենք մի քիչ վերականգնենք մեր ինքնությունով, մենք ինքնաճանաչումով հասկանանք եւ ներկայանանք ով ենք մենք եւ մեզնից ինչ ենք ներկայացնում այսօր, ոչ թե միայն անցյալը պատմելով ներկայում լինենք դատարկ եւ այդ մարտահրավերների ամենակարևոր մասնակազմում խոհարարական կենցաղավարության բոլոր այդ ավանդույթները, անգամ դպրոցները, որ խեցեգործությունը ուղղվածություն ուներ լանդշաֆտի կլիմայից կախված Զանգեզուր, Լեռնահայաստան մի ձև էր, Գուգարքում մի ձև էր, Տաուշում մի ձև էր, արևմտյան մեր հայքի Վանի շրջանում ուրիշ ձև էր, Կարինի շրջանում ուրիշ ձև էր, եւ անգամ եթե մենք մեր կյանքի օրը գիտակցենք, հասկանանք եւ սերունդները փորձեն դպրոցները վերականգնեն,
որոնք ուղղակի ինքնանպատակ չի, դա այսօր անկախ տեխնոլոգիաները ուր են հասնում, մենք բոլոր քաղաքակրթությունների եւ կայացած, եթե անունը դնենք քաղաքակիրթ պետությունների արմատներով 5 քաղաքակրթություններ, դու տեսնում ես, որ հիմքը այդ ինչքան տանում են գլոբալիզմ, միշտ էլ դա եղել է, կրոնով են գլոբալիզմ, տարի անկախ կրոնների անուն չտամ, ամբողջ այդ մարդածին սիստեմաները զանգվածներին տիրապետելու բան, կտրելով արմատներից, հավատամքից, իրոք են հոգևոր բարձր հազարամյակների իրական հոգևոր ձեռքբերումները փոխարինվել են ինչերով եւ նույն ձևի մշակույթը շեղում ա տվել չէր կարա ամենամեծ հարվածի տաղայը որ կենցաղավարությունից բանից զատել են կտրել են բռնություն են ինքնության վրա գործադրել բնականաբար արվեստը մշակույթը տվյալ հասարակության ամենամեծ գործանարար հարվածի տակ ա եղել եւ մարտահրավերն ա որ անգամ եթե ընդհանուր գլոբալ գոնե վերականգնենք փառք որ դա եթե մեր մոտ ստացվի որովհետեւ շահում են այս դարում ինչքան գնում ա դեպի գլոբալ ոնց որ ասեցի այն հասարակությունը որը ինքնության ինքնաճանաչման կրթական դաստիարակչական լույսի ձգտելու ներքո ստանում ա վերականգնում ազատագրում եւ ձեռքաբերում իր ամբողջ արմատային համակարգը չի կարա իր ճապոնական ներազդեցությունը չունենա այդ արհեստական չես կարող անես այս Mazda-ի դիզայնը, Nissan-ի, Toyota-ի կամ Honda-ի դիզայնը անգամ մոտոցիկլետա դա երաշտական գործիք է թե ամենագնացա թե սպորտային բոլիդ մեքենայա Ամեն ասում եմ մենակ ճապոնացին սենց կգծեր կամ դե բարձա Mercedes-ը BMW-ն պիտի սենց լինեն որտեվ գերմանացի է հիմքում գերմանացի է գերմանացին սենց կգծեր այսինքն ազգային քաղաքակրթական կրթություն դաստիարակություն եւ մշակույթ այդ երեք հավեկ առանց մյուսի անլիարժեք է եւ հաշմանդամ է սարքում ոչ մարդկային չափերի մեջ կատարյալ չի կարա լինի վարպետը անկախ ոլորտից եւ մարտահրավերներն է որ մեր կրթությունը մեր լույս գիտելիք փորձ իմաստություն տալը զուգահեռվի ինքնության ինքնաճանաչման դաստիարակության հետ արժեքների իրական արժեքների ոչ թե ինչ որ մարդածին հորինված փաստ տեղայնացված մեր հազարամյա արմատները լինի տեխնիկական թե մտավոր մշակութային հումանիտար կրթության մասը կազմի որտեղ առանց այդ ամեն ինչի բժիշկ կլինի իրավաբան կլինի թե տնտեսագիտական ինչ-որ մասնագետ ինքը կիսատ պռատ մարդ է լինելու ինքը չի կարա առանց մշակութաճանաչության այն որ իր made in Armenia ֆորմատով նոր դրանից հետո հետաքրքրություն ունենա ինքը կարա Կորեա ուսումնասիրի, Հնդկաստան, մայա ացտեկներ ուսումնասիրի կամ ժամանակակից ճապոնական ինչ-որ կամ եվրոպական ինչ-որ տեխնոլոգիաներ կամ ակունքներ ուսումնասիրի։ Մինչև հիմքը չբացվեց, այդ ամեն ինչը լինելու է ուղղակի զուտ պահանջից ելնելով։ Հետաքրքիր է, մինչ այժմ ձեր այն հարցերից, որը քննարկեցինք, երկու եզրակացություն արեցի, այն ինչը առաջանա բնական պահանջի վրա, կարող է ժամանակ առ ժամանակ որոշակի արտաքին կամ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոնների ներքո մոռացվել կամ անտեսվել, բայց այնուամենայնիվ, եթե դա բնական պահանջի վրա է առաջացած, այս թվում նաև խեցեգործությունը, դա երբեք չի կարող մոռացվել։ Նաև մյուս եզրակացությունը, որ արեցի, մենք Հայաստանում այդ աշխարհագրական կոնտեքստը, որի մասին պատմեցիք, ունենք խեցեգործության բավականին հարուստ կենսափորձ։ Եվ միևնույն ժամանակ սրանից էլ եզրակացություն արեցի, որ խեցեգործության ոլորտի հետաքրքրությունը կայանում է նաև նրանով, որ այն շատ ինֆորմացիա է պարունակում, որովհետև օրինակ, չգիտեմ, պատմական գտածոների մեջ եւ այլն ավելի շատ կավես ալիքներ, փոքրիկ ինչ-որ նյութեր, որ հայտնաբերում են, դրանք ըստ էության տվյալ ժամանակային, կոնտեքստային շատ խոր ինֆորմացիա են պարունակում, թե կենսերի, թե մտածողության
Այսինքն որպես այդպիսին խեցեգործություն իր մեջ շատ լուրջ ինստիտուցիոնալ հիշողություն պարունակող ոլորտ է, հա։ Եվ ինչ շատ հետաքրքիր է, ինչու են որոշ երկրներում խեցեգործությունը որպես ոլորտ ավելի լայն առումով տեղ գտնում քաղաքային մշակույթի, ամենատարբեր մեծ ոլորտների մեջ, իսկ որոշ երկրներում դրանք սահմանափակում նեղ մասնագիտական խմբակների, նեղ մասնագիտական ավելի, այսպես ասած, անկյուններում, հա։ Ես նայում եմ մի քանի երկրների օրինակներ, ու ըստ էության այն երկրները, որտեղ ես շատ երազում եմ լինել, դա Ճապոնիան է մեկը, Պորտուգալիան է, նայում եմ, որ հենց այդ խեցեգործության առաջին պատճառներից մեկն էլ նաև այն է, որ իրենց քաղաքային մշակույթի մեջ, օրինակ Պորտուգալիայում շատ ակնառու է քաղաքային մշակույթում շենք-շինություններ, դպրոցներ, եկեղեցիներ, երկաթուղիներ, այդ կավե սալիկների մշակույթը, հա։ Օրինակ նայում եմ Պորտուգալիայում իրենց երկաթուղու կայաններից մեկի դիմահատված ամբողջությամբ Սաու Բենտո երկաթուղին է իրենց, որ պատված էր ամբողջությամբ կավե սալիկներով եւ դա շատ հետաքրքիր զբոսաշրջային վայր էր, որտեղ մարդիկ հատուկ հաճախում են Պորտուգալիա տեսնելու համար այդ երկաթուղու դիմային հատվածի սալիկապատ հատվածը։ Այ ինչով է, օրինակ Ճապոնիան կան հատուկ մասնագիտացված դպրոցներ, իրենց պարգևատրումների շարքում ուրույն տեղ ունեն խեցեգործ ուսուցիչները, դասավանդողներ եւ այլն։ Ինչով է պայմանավորված, որ շատ երկրներում հաշվ առնելով այն հանգամանքն է, որ Հայաստանը ինքը եւս ունի խեցեգործության հարուստ կենսափորձ։ Միգուցե օրինակ մենք մտածում ենք, որ խեցեգործությունը սկսում եւ ավարտվում է որոշակի քանդակ անելու, կենցաղային իրեր պատրաստելու շրջանակում, այ ինչն է պատճառը։ Ինչ հետաքրքիր է, ուրեմն ամենասկզբի հարցից մի կետ վերցնեմ եւ փորձեմ դրա օգնությամբ պատասխանել ներկա ձեր հարցին։ Ես հիշեցի ռուս խոհարարին, որը եզրափակիչ միտքը այն էր, ասում այդքան խեցեգործությունը պահանջված է, խոհարարական գաստրո-ռեստոն պահանջված է, դիզայնի, դեկոր, խոհանոցի, հյուրանոցի, հյուրատան մասը ամիջական եւ այդքան մեծ դատարկ տեղ ունեք, գիտեք ինչ ասում, խեցեգործությունը ոնց որ այսօր այդ տրենդ, հա, այդ բառը դիզայնի, միջավայրի, էքստերիեր, ինտերիերի եւ ամենաշատ ինքը խոհարար լինելով շեշտում էր այդ կրեատիվությունը, ակունքներից, որ գալիս այսօր դառնում է պահանջված, այդ ոճերը, ասում էր Հայաստանում խեցեգործությունը ժամ առ ժամ օր գեր պահանջված է, բայց խեցեգործը եւ ոլորտը չգնահատված։ Ինչա տեղի ունենում, որ անհամեստ չի հնչի միլիարդավոր դոլարի տարեկան այդ մեծ պակաս փոսը, այդ դաշտը, այդ տկլոր դաշտը, մերկ դաշտը լրացվում է դրսից։ Այսինքն անգամ եթե տնտեսագիտորեն նայենք, ինչքան գումար է դուրս գնում։ Նու բնականաբար խորհրդային միության փլուզումից հետո դիտավորյալ ոչ ֆրանսիացին, ոչ ամերիկացին չեկավ մեր ինստիտուտներն ու գործարանները քանդեց, եղավ են ինչ որ եղավ չծավալվենք, ունենք հետևանքը, պատճառները բոլոր խելամիտ մարդկանց համար պարզ է, ոչ թե մենակ փակեցին, հոսանքազրկեցին, թալանեցին, սեփականաշնորհեցին, լավ արել են, լավ են արել, թող շարունակեին։ Հիմա նավաշինական Պորտուգալիայում, ձեր ասած Իսպանիայում գործարանա դոկ ա եղել, նավաշինական, հիմա իտալացիք են զավթել, տիրապետել, նավեր սարքել, իսպանացիք պորտուգալական պատերազմ, թե մավրերը, արաբները, բերբերները, բեդուինները եկան այդ նավաշինականին տիրապետեցին, շատ քիչ դեպքերում կայացած համակարգ, ինստիտուտ, ձեռնարկ, հիմնարկություն ոչ մի նվաճող անգամ ախմախ չի էլի, դա չօգտվի, վերցնի, ուղղակի հողին հավասարացնի, եթե դա ինչ-որ ֆանատիկական, ինչ-որ եթե ինքը նվաճելու է, տիրապետելու է այդ տարածաշրջանին, ինքը վերցնում է, դա սարքում է, իրանով անգամ հետո նահանջից այդ մշակույթը տանում է, ոնց որ մենք Սելջուկյան, Օսմանյան շրջան, Պարսկական խալիֆատ, արաբական շրջան, նայեք մեր պատմության մեջ ինչ կայսրություններ, ինչ շրջաններ բոլորին տվել ենք, որտեվ նախահիմքերում ենք,
կարամ ասեմ մոլորակի խեցեգործության օրանների նախահիմքերում ենք։ Երբ որ դու նայում ես 7000 տարվա խեցեղենդ եւ համեմատում ես այլ խեցեգործություններ իր ժամանակահատվածի, կներեք մեծամտություն չլինի ասածս կամ մենք մեզ որ տիպիկ գովում ենք բան, ուղղակի համեմատելու չի կատարողականի եւ կիրառության առանց ավելնորդությունների եւ ֆունկցիոնալության իր դիզայնի էրգոնոմիկայի, այդ որ դիզայնում ուղղություն կա, բիոֆորման, այսինքն որ այսօր մեքենաները բանը գնում են թռչունի, ավտոները բանը, մենք սովորում ենք բնությունից, ինչքան շեղվում ենք ինչ որ այնց հորինված բաներ ենք ստանում, հետո մեկը մենք գալիս ենք, հղկվում ենք եւ կատարյալ բնության ֆորմաներ։ Հիմա այդ պահանջվածությունն եք ասում, նայեք Պորտուգալիա շեշտեցիք, Իսպանիա, անգամ Եվրոպա ասելով խեցեգործությունը արաբների արևելքի արշավանքներով, որ եկավ այդ սալիկի կուլտուրան բան բերեց, այնտեղ սկսեց Իսպանիայի, Պորտուգալիայի, Իտալիայի հարավը, անմիջապես անգամ Աֆրիկայից 5 քաղաքակրթությունները եկան եւ Եվրոպա բերեցին, նույն Կիլիկիայից իջքան հայ գնաց, բայց այդ վարպետները ինչ են լինում, լավ, սենց ասեմ, նվաճվելա պատերազմա բանը գնում է հողային տարածքային զավթումներ, դա մենակ հողային տարածքային ռեսուրսի զավթում չի եղել, մշակույթների պատերազմ ա եղել, մեկը չունի այն, դու ունես, նա որոշում է իր մոտիվացիան գալ եւ տիրանալ դրան, տիրապետել դրան եւ վերցնել։ Չէին դնում սրի քաշում, վերցնում էին տեքստիլագործին, վարպետին, կավագործին, մետաղագործին, երկաթի տեխնոլոգիային բանը կոփելու, բոլոր փայտագործին վերցնում տանում էին։ Այդ ոնց է ստացվում, մեկ էլ ասենք մի ամբողջ անապատի մեջ քաղաքակրթություն ա ծնվում, հա Թեմուրիդները, Լենգ Թեմուրի, ասենք մեկ էլ դառնում է այսօր Ուզբեկստան, այդ արհեստների, արվեստների օրան, այդ ասենք նախահիմքերում թուրքացեղերի հիմքում ուզբեկ Լենգ Թեմուրը, մեկ էլ այսօր նայում ես աշխատասիրությունը տվյալ համակարգի, ճարտարապետությունը, Սամարկանդ, Բուխարա, անգամ այն մակարդակ էր հասել, որ Պարսկաստանի արքաները գնում ընդեղ էին նստում, դե ճարտարապետությունը, այդ իսլամի, այդ սալիկապատումը, զենքերը, թրերը, հագուստը, մետաքսը, նայեք մետաքս եմ ասում, գնաց Չինաստան, Հնդկաստան, Հաղճապակի, Ճենապակի, Սելջուկյան շրջան, նայում ես այդ Քյոթայայի մեր Օսմանյան շրջան, այսինքն քո վարպետները ուղղակի ոչ թե արևանգվում էին, ասենք հավաքում էին կամ Պարսկաստան, Իսվահան, Թավրիզ, Ջուղավոր, նայում ես այդ հայկական, ես ինչ խոսում եմ հայի հետ եմ դա զուգահեռ տանում, այսինքն քո վարպետներին ոչ թե վերցրեցին ուղղակի սրի քաշեցին, պայմանը է դա, շատ լավն է, դե արի ծառայի իմ կայսրության, այո, դե հիմա ասում ես Ռուսաստան, ասում ես ռուսական բալետ, կամ ռուսկի ֆարֆոր, գներես այդ անտարի ժողովուրդը մեկ է ֆարֆոր, բոլոր կայսրությունները ունեին, դա մշակութային պատերազմեր, մենակ ռեսուրսի ու նավթի չէ, այսօր այդ Հաղճապակին, Ճենապակին, մետաղի մշակումը բոլորը ունեն, արդեն բոլորը ունեն, հզորները առավելևս ունեն, թալանվել են եւ անգամ վերացվել են այն քաղաքակրթությունները, որոնք այդ ամեն ինչի տիրապետման եւ ձեռքբերման հիմքում են, այսօր բոլորը ունեն արդեն ռեսուրսի տարածքի, բայց այն ժամանակ ոնց կարար գերմանական կայսրությունը չստեղծեր Mason Farfara, այսօր բրենդա, չէ, Villeroy Boch, այդ ոնց որ կերամիկայի մեջ ասես Bentley, Maybach, ասենք մեքենաշինության զուգահեռ եմ տանում կամ իր զենքերը ամենա ֆրանսիական քաղաքակրթություն, Լեմոժ, Սևր, որտեղ Սևրի պայմանագիրն ակնքվե, ֆրանսիական կայսրական ճենապակու հիմքերն է, բոլոր ռուսական, ասենք Ռուսաստանը ոնց կարար հաղճապակի ռուսկի ֆայանս, ռուսկի ֆարֆոր չունենար, կամ բալետ չունենար, կամ օպերա չլինի, այսինքն դա
անգամ վաղ միջնադարում, հին աշխարհում դա պարտադիր պայման էր, անգամ նախանձից եթե չէին կարա արևանգեն, նոր գալի վերացնեն, դե որ ես չունեմ, թող ինքն է չունենա։ Այսինքն Ասորստան, Հայաստան, հազարամյակների պատերազմ եւ երկուսն են ու միակն են տարածաշրջանում զարգանում են, եթե գնանք Հնդկաստան, Չինաստան, Հնդկաչին կամ գնանք Աֆրիկա, այդ քաղաքակրթությունները, Հնդկաչինի քաղաքակրթությունը շատ հին քաղաքակրթություններ են, ըստեղ էլ էփվում են Տիգրիս, Եֆրատ, Քուր, Արաքս էպիկենտրոնն են քաղաքակրթությունների մատրիցան էր, մնացածը համակարգեր էին, որոնք ուղղակի նվաճվում եւ ծառայում են այդ գլոբալ կենտրոններն էր, բայց անգամ այդ հավատքների, աստվածների պատերազմը, անգամ էներգետիկ դաշտա, չի ասենք չարքերի պաշտամունք ունեին բանն, որտեվ դու միակն էր քաղաքակրթություն, որ չարքի պաշտամունք, արի զավակես ոնց կարաս չարի դատարկությանը, մթությանը խավարի պաշտամունք ունենաս, իրանք անգամ այդքան ծանր ագրեսիվ հավատքներ ունենալով նույն պարսկական քաղաքակրթությամբ, անգամ հիվանդության աստված ունեին, որ անեց կանին զենքից բացի չեռնի, որ ասում են հիվանդություն, որ տիֆը, խոլերան, չուման գնա կպնի, այսինքն անգամ այդ մոգական, շամանական, այդ կախարդական ուղղություններով զենքեր էր դրանք, բայց այդ ամեն ինչը արդյունքը մշակույթի պատերազմի, մշակույթի ձեռքբերումների համար էր, որովհետև դա վարող ուժն էր։ Շատ հետաքրքիր է Գերազարյան իրականում, ես երբեք չէի մտածել, որ նվաճողները բացառապես առանձնակի ուշադրություն են գրավում այդ վարպետներին, շատ հետաքրքիր է, այսինքն մարդկային կապիտալի, սկիֆերը, Արարատյան թագավորությունը վերջնական ապականվեց սկյութերի արշավանքով, արդեն քայքայված, այսօր այդ յուրտերում ապրող, ինչ ասեմ, ասենք, գնում ենք 4000 տարի հետ ենք գնում, այսինքն մոնղոլ հասկացողություն չկա, հələ տյուրք, օգուզբան, այդ ցեղերը հələ չկան, սկյութերն են, գուները հələ հուները չկան, որ գնան հասնեն Եվրոպա, Ատիլայի ցեղը հələ չկա, սկյութերը, որոնց հերի իհարկե հարցերը լուծեցին ավելի հզորները, վեստգոտերը, օստգոտերը, իրանց հյուսիսից եկան ավելի սարսափելի այն ռուսերեն ասած բեստարմազով ցեղախմբերը, էլի, բայց հլոնա սկյութերը վերջնական ապականեցին, այսօր այդ դամբարաններում, անապատներում, այդ շատ կներեք ջանդամիծոցի չոլերում ինչ գտնում են, սկիֆսկայե զոլոտը, նայում ես վակուում լիթիոյի մակարդակի անալիզը անում են զոդի ոսկին, Արարատյան թագավորության ոսկին, ականջողերը, թրերը, գորգը մեր, վահանները, այսինքն այդ մշակույթային ավարը արդեն այնքան իրենքը ինտեգրում է իրան, այնքան պաշտամունքային ծիսական է դառնում, այդ մշակույթը, այդ գերագույն ստատուսն է, զենքն է, դիրքն է, իր յուրտը դառնում է արդեն մի հատ երևի կատակով ասում, մի հատ երևի սոլֆեջիոյի բանը, պաշտպանելու դիսերտացիայի յուրտել ունեին, էլի։ Այսինքն դուք նայեք այսօր պեղում են ու ասում են սկիֆսկայե զոլոտը, նայում ես գրիֆոնները, այրուցները, արծիվները, այդ սաղ վանի թագավորության ծիսական ու քո այնտեղ աստղիկի անահիտի քանդակներ վագին ոսկուց, սաղ ձուլած, մանրակրկիտ ժամանակակից ոսկերի չի կարա տենց այսօրվա գործիքներով տենց աշխատանք տան ու ոնց կարա ասենք նախնադարի, քարե դարի մակարդակի քաղաքակրթությունը ստեղծի տենց բան, այսինքն միջերկրածովային, հունական եւ այս շրջանների թալանը գնացել է իրանց այդ որ ասում է մամա յորտան որտե անդե հայրենիքն է ու այսօր պեղում են ասում են սկյութական է ու այսօր մեր հայկական ամեն ինչը նույն կավագործությունը որ անգամ որ կայսրության օրոք է արվե նա մի բառով ասեմ այս մի ամիս չկա որ այն թափը ճանաչվեց Օսմանյան կայսրության թուրքական քաղաքակրթական ձեռքբերում եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչեց այն թափը NTP են ասում ինչ են ասում ոչմ է թեփագլուխները իրանցով արեցին շատ հետաքրքիր բան եք ասում որ ներկայիս ոսկերիչները չեն կարող
նախշերը կամ աշխատանքը ձուլումը ներկայիս գործիքներով անել։ Եթե զուգահեռ տանենք հիմա շատ բավականին արագ զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների հետ ոլորտի, դա ինչ է խեցեգործության համար հնարավորություն, թե այնուամենայնիվ ձեռքի աշխատանքի սահմանափակում, արվեստային որոշակի այդ նյութեղեն ընկալումների սահմանափակում, թե ամեն դեպքում դա կախված է խեցեգործից, թե տեղեկատվական տեխնոլոգիական այս հնարավորությունները 3D մոդելավորում եւ այլն, ինչպես կօգտագործի խեցեգործը մասնագետը այս համատեքստում։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ուրեմն բոլոր տեխնոլոգիաները, այսօր ծրագրերը, այդ ChatGPT, բանականության այդ հնարավորությունները արհեստական, ռոբոտաշինական այդ բոլոր թռիչքային, նայեք վերջի 50 տարում մարդկությունը այն տեմպի է զարգացել վերջի 50 տարին։ Մենք այդ սովետ խորհրդային շրջան փլուզում, մենք 50 տարի հետ ընկանք, հիմա փորձում ենք sense քարքաշ գնանք մի քիչ այն որ ասում գնաց կգնում մենք sense չենք վազում, չենք կարող վազենք, կախվել ենք, sense քարքաշ փորձում ենք բարձրանանք այդ գնացքի վրա, դա նորմալ է, լավ է, տենց պիտի լինի, բայց լավ կլինի, եթե վարողը չես, գոնե քաղաքակիրթ Սես պատշաց մեջի ուղևորը լինեիր էլի, բայց մենք ասենք հետևանքի տակ ենք, պատճառները պարզախի, բայց այդ շատ լավ է այդ ամեն ինչը, բայց շահելու է եւ չի վախենում նա, ում շեշտեմ գնանք մեր խոսակցության արանքի մեր գաղափարներից, որը իմ կարծիքով, ես արտահայտեցի իմ կարծիքով դա միանշանակ է, եթե կա դաստիարակություն ինքնության ինքնաճանաչման եւ գիտակցում քաղաքակրթական ակունքներով լիքը մահացած անապատի 60 աշճան 80 աշճան տաքացած արևի ուղիղ ճառագայթի տակ 200 աշճան տաքացած եթե մահացած ավաշ չի որ անգամ այնտեղ կյանք կա եթե բնա հողը պոչման պարարտա դատարկ չի, ուրեմն այդ ամեն ինչից կարանք օգտվենք։ Այսօր կերամիկայից այդ թող ծառայի գործիք հա, թող լցնի, այս բաժակը լցնի, բրուտագործությունը այսօր կոնստրուիրованիա, այդ ինժեներիայի, ճարտարագիտության ինչա կերամիկան այդքան պահանջված, սենց ասեմ, որովհետև ինքը, որ միշտ ասում ենք, նկարչությունն է բոլոր արվեստների հիմքը, կիրառական արվեստների, ոնց որ երգեցողության, թատերական, այդ դաշտում բանում, խոսքի կուլտուրան բան, ինչ են սոլֆեջո սովորում, բեմային արվեստ սովորում, որովհետև այդ ամեն ինչի, այդ գործիքներին տիրապետելով նոր դառնում են, ասենք, վոկալի կամ դերասանական թատերական, այսինքն այդ գործիքակազմը այսօր ժամանակակից դաշտում զարգանում է, վերանալու են եւ մինչեւ հիմա գիտեք ինչքան մասնագիտություններ անգամ միջնադարում հարյուրավոր մասնագիտություններ են վերացել տեխնոլոգիաների զարգացումով, այսինքն իրականությունը ստեղծում է պահանջարկ եւ գնահատումը Առաջ դարբիններն ու խեցեգործները ամենահարուստ արհեստավորներն էին, որտեղ իրանք տարբերվում էին կաշի մշակող բան, ոնց որ ասի անգամ հին քարեդարում դա կենցաղավարության մաս էր, մարդիկ բնակիչները շատ բաների պարտադիր պիտի տիրապետեին, ուրիշ ճար չունեին, ուրիշ բան դա հասնում էր արվեստի մակարդակի եւ կար ընտանիքի կենցաղի մակարդակի տիրապետել, չէ՞։ Հիմա բոլորը իրանց խոհանոցում պրոֆեսիոնալ խոհարար չեն, բայց ուրեմն այդ ժամանակակից տեխնոլոգիաները զարգանալով ես վտանգ չեմ տեսնում, վտանգ կտեսնի այն հասարակությունը, այն ուսուցիչը, այն խեցեգործ արվեստագետը, որը ուղղակի իրան սահմանափակել է համարելով իրան որոշակի ճիշտը սրա մեջ է կլասիցիզմն է, էսիզմն է, այն իզմն է ու դրանից ենքոն բան, վայ, մեր մահը եկել է Կիկոս բանը մկների ժողով բան, չկա տենց բան, գործիք է, հերթական գործիքն է, այդ հերթական հնարավորությունն է,
վերջ-վերջը բնությունը ուժեղին է սիրում։ Եթե ներսով դատարկ չես, կրթությունով, ինքնություն, ինքնաճանաչումով, նորից եմ շեշտում, դաստիարակությունով, դու լցված ես, անապատի ավաշ չես, դատարկ չես, դու կներես ամեն րոպե բնության օրենքով իհարկե ագահ ժլատ ապրելով դու արարելու ես, դու ստեղծելու ես, դու զարգանալու ես, քո ակունքներից այնքան քո ներսը դաշտ կա, որ դու անգամ այսօրվա դիզայնի մեջ բոլոր քո մետամորֆոզներով, բոլոր ապրումներով, բանով ընենց մի հատ պաշար է գալու քեզ անսահման դաշտ, որ դու փորձես, չգիտեմ, ասենք քո նման հարյուրների, հազարների կյանքը չի հերիքի, մի հատ հետարքիր այն պաշարներից հետ, այն որ մի հատ պահոց ունենք, մառան ունենք, մի հատ շրջան հանենք ու փորձենք այսօր միքսենք ժամը, ասենք կիլիկյան շրջան բերենք պահոցից, որ գիտենք, կորցրել ենք, տվել ենք ուրիշին, սաղ վերցրե օգտվել են, մենք մնացել ենք մեր ունեցվածքի մեջ անտեր։ Հիմա երբ որ դաստիարակությունը, կրթությունը, փորձը, գիտելիքը, տեխնոլոգիաները տվել ես, գնա հետ վերցրու, կարդա։ Դու գիրք չունես, մի հատ, այսօր մենք ունենք նվիրյալներ, առաջի երկրորդ գիրքը, նույն սովետական շրջանը, ով էր արգելում, նաուչնո-պոպուլյարնի պասոբիա, գիրք, դասագիրք, խեցեգործության, փայտագործության, մեր փայտի վարպետները, մեր կաշվի վարպետները, մեր ոսկերիչները, ով է իրանց արգել է արհեստի դասագիրք ստեղծել, որ ակադեմիան, որ համալսարանը, ով է ուզեցե անի դասագիրք, որ մեկը վերցնի, խեցեգործության այբենգիմդա գիրք ունենա, ժանյակի նվիրյալներ կան, վարպետներ կան, ժողովրդի թանգարանը, ահագին կրթօջախներ բան փորձում են հիմա անել բան, որ մենք կներեք հազարամյակներով ունեցել ենք վարպետից վարպետ մենակ չի փոխանցվել, դպրոցներ են եղել, համքարական այդ բանա կոչվել, այդ ոնց որ ֆեդերացիաներ, ասոցիացիաներ իրար օգնել են վաճառականների միություններ, խմբավորումներ են եղել, նույն մանուֆակտուրաներ են եղել, դպրոցներ են եղել, այն թափի դպրոցում քուրդ ու թուրք աղջիկներին էին այն թափ սովորացնում, Վասպուրականի, Մարաշի, Խարբերդի, Մալաթիայի, Ուրֆայի բան այդ ասեղնագործության մեջ այլ ազգեր էին սովորում, այսօր հələ նայեք իրանք տեքստիլի բանի մեջ ուր են հասել, ասենք միջնադարով բանով Անգլիա գնացին բանը բամբակագործ տեքստիլներ Կիլիկիայով բանով գնացին Անգլիա, իսկ մեր այդ ժողովուրդը այն գախտի այն կոտորածի ժամանակ երազում էին մի հատ թաշկինակից փոքր անգլիական քաթան գտնեին, անգլիական քաթանը մեր հայ վաճառականները գնացին մետաքսի ճանապարհով բամբակ ու մետաքսպան տեքստիլը սարքավորումները տարան Եվրոպան դարավ անգլիական քաթանի դեր, իսկ մեր գախտի ճամփին որբերեխեն միտից մի փրթիկ միտեղից մի հատ հարուստի շորի մի լոսկուտ ճարեր, որ վրեն գոնե էդի կպահպաներ, ամիսների աշխատանքը վրեն ասեղնագործեր։ Ես ասենք լուրջ տենց խորը մասնագետ չեմ այդ դաշտերում, բայց ունենալով նվիրյալ շրջապատ ընկերներ բոլոր ոլորտներում, ես գիտեմ բոլոր ոլորտներում այդ մարտահրավերները անցյալից եւ ներկա բխող վտանգ միշտ նույնն են։ Այսինքն սենց է իմունիտետ պետք է ունենալ։ Ու այդ հղկումը, ճնշումը, ստրեսը ջհուդները մի հատ խոսք ունեն, ասում են իրար միս ենք ուտում, կարատ ենք տաշում։ Բրիլյանտով ես բրիլյանտը տաշում, ուրիշ նյութ չես կարա բրիլյանտը տաշես, այսինքն մի բրիլյանտ մաշելով ստեղծում ես մյուս բրիլյանտը, արհեստական բրիլյանտով չես կարա բնական թանկ բրիլյանտը տաշես, դրա այդ կարատները ստանա, դրա համար իրանք անգամ արտաքին ամբողջ աշխարհի խնդիրները իրանց հանդեպ ու իրանք ինչ մարտահրավեր են ամբողջ աշխարհին նետում մշակույթի մեջ, ամեն ինչի մեջ հավատամքով իրանց այդ մյուս բաներով, բայց իրանց հեշտ չի իրար այդ։ Մենք ասում ենք, ես ինչ ժողովուրդ ենք, իրար միս ենք ուտում, իրար չենք կամենում, ես ենք այն մարդ գայլի սախ 100 միլիոն տարի էվոլյուցիայի մեջ պրոբլեմների 80%-ը գայլերի հետ է։ 20%-ն է արջերի, խոզերի, չգիտեմ, ինչերի հետ կամ նույն առյուծների կոնֆլիկտը հələ նայի, նորմալ է,
բա ինքը ռազլաժենյա կգնա, ինքը տեսակը կփչանա, կոմֆորտի զոնայից մենք պիտի իրար հղկենք, մենք պիտի իրար հետ մրցենք, մենք պիտի թույլին քաշ տալով ստիպենք, ամե թողենք, որտեվ ուժեղները կկործանվեն, մենք սար ենք, նպատակ կա, ուր ենք գնում, լեռ ենք բարձրանում, թույլին պիտի հա հումանիզմի օրենքներ կա, մարդասիրական, բայց մենք պիտի անհանգիստ ապրենք, ասենք անհանգիստ ապրելը չի նշանակում է, որ 4 կողմից ասենք ինչ որ մրցավազք կա, ասենք ինչ որ նյութավազք կա, բան ասենք ինչ որ առնետավազք կա, այդ անհանգիստ ապրելը այդ չի։ Անհանգիստ ապրելը երբ որ նայում ես մեկը հանգիստ sense թվում է թե ինչ դանդաղ գործ է անում, բայց այդ դանդաղության մեջ ինքը ստանում է լուրջ այդ ճանապարհի արդյունքը, որակը, կրթական, արդեն իր ներսը լցվել է, այդ նույն այդ կարատն է տաշում ու իր նման մարդիկ անկախ ոլորտներից դրանով են զբաղվում եւ ամենակարևորը մեր ամենամեծ խնդիրը որ մենք միշտ կորցրել ենք բոլորն են կորցրել Եվրոպայում այդ հարևանները լնայք եվրոպական պետությունների ասում են մեր տեղը տեղ չի ամենալավ տեղն է ամենաթանկ տեղն է բայց նա Եվրոպաներում նա այդ անապատներում այդ տափաստանային ցեղերը իրար ինչ են արել որ մենք շատ էլ բախտավոր ենք, լավ ենք, ուղղակի մենք մի խնդիրի տարբերություն բոլորի խաղը խաղացել ենք, մեր խաղը պարտության տալով վերջ եկել է ժամանակը մենք մեր խաղը խաղանք անկախ ոլորտից իսկ դա լինում է լույսի դեպի խավարից դուրս գալով հոգեպաշտությունը չպիտի պարտվի նյութապաշտությանը, այդ մեր անհանգիստ այդ նպատակային գաղափարական մոտիվացված ապրելակերպը պիտի բխի մեր տարածաշրջանի, մեր ինքնության ճանաչման, մեր տեղայնացված հավատքով, ամենշով ու մի քիչ պիտի զգույշ լինենք կրթության մեջ, հավատքը կրոններով չսպանենք, անգամ կրթության, քանի որ մենք կրթության մարդ ենք, չէ մենք պատասխանատվություն ունենք ամեն երեխայի կյանքի մի րոպեով է դեր ենք խաղում, մենք կարանք բուծենք կիսատ պրատ չկայացած չինքնահաստատված ոչ ինքնաբավ հայեր եւ կարանք հակառակ անենք ու դա գերագույն պատասխանատվություն է մենք պիտի մի բան գիտակցենք որ ամեն մեկը իր գործի մեջ պետքա ազնիվ լինի ազնվական բառը ազնիվ բառից է եւ արվեստը ծնվում է հանրության սոցիումի մշակույթից իսկ մշակույթ բառը դա մշակվածն է մշակ Գեր Ղազարյան սովորաբար ես մեր հաղորդումների վերջում խնդրում եմ որ ուղերձով դիմենք, բայց ձեր ելույթի պատասխանի եւ քննարկման վերջին հատվածը լրիվությամբ լի է շատ սիրուն ուղերձներով, ինչի համար շատ շնորհակալություն։ Ես էլ ձեզ հետ համաձայն եմ, պետք է շատ սիրել ու շատ պատասխանատվությամբ մոտենալ սեփական աշխատանքին եւ անընդհատ քննադատության տակ դնել սեփական աշխատանքը, որովհետեւ ինքդ քեզ հղկելով կհղկես քո միջավայրը նեղ եւ լայն իմաստով։ Շատ շնորհակալություն այսօրվա զրույց քննարկման։ Ես եմ շնորհակալ բոլորիդ